Արմավիրի, Կոտայքի, Շիրակի մարզերից բուժառուներ, ովքեր ունեն սրտի ռիթմի խանգարումներ, դիմել են ժամը լրատվականին բողոքելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան հանձնաժողովը նրանց զրկել է երկրորդ կարգի հաշմանդամությունից, կամ առհասարակ չի տալիս տվյալ կարգը այն դեպքում, երբ ապրում են կարդիոսիմուլյատոր սարքի շնորհիվ, հետևաբար պետք է համարվեն հաշմանդամներ և կարգ ունենան։ Երկրորդ կարգ պետք է տան երրորդ տվին։ Ես կբողոքեմ իրանք եթե բողոքազիվ թեզի զարգենք է երրորդ կարգից, նորից ստեմ պետք է տեղադրվի։ Եթե երրորդ կարգ չեղնի, դա 4 միլիոն դրամ է։ Եթե երրորդ կարգ չեղնի, անվճար։ Գնացի փորձաքննության, ինձ ասեցին, որ ձեր կարգը չի փոխում, նորից երրորդ կարգից մնում։ Ես իրանց ասեցի, որ ինձ հիվանդանոցն ասել են, դուք երկրորդ կարգի հաշմանդամ եք, ոչ սիրտս է նորմալ վիճակում, ոչ ծնգային հիվանդություն ունի։ Առողջապահության ոլորտի փորձագետի խոսքով, չնայած որ վիրահատությունից հետո այս մարդկանց սրտի ռիթմը վերականգնվում է, այնուամենայնիվ իրենք ամեն օր սրտի համար նախատեսված թանկարժեք դեղամիջոց են օգտագործում, չհաշված, որ կենսական անհրաժեշտության սարքը 10 տարվա ընթացքում պետք է փոխել։ Իսկ երկրորդ կարգի հաշմանդամության պարագայում ոչ միայն պետպատվելի շրջանակում է կատարվում վիրահատությունը, այլև տրամադրվում է անվճար դեղորայք։ Զրկվելով կարգից, այս մարդիկ զրկվում են նաև անվճար բուժօգնության այս հնարավորությունից։ Ըստ փորձագետի, թերացումը այստեղ քաղաքականություն մշակողինն է։ Այս մարդկանց, ինչպես շաքարային դիաբետ ունեցողներին, անկախ հաշմանդամության կարգից ախտորոշումից անմիջապես հետո պետք է տրամադրվի անվճար դեղորայք։ Պետք է Առողջապահության նախարարությունը ապահովի այդ դեղորայքով համապատասխան հիվանդներին, որպեսզի այդ հիվանդները էլ ավելի չխորացնեն իրենց առողջական խնդիրները և չհասնեն նրան, որ արդեն իրականում ունենան հաշմանդամություն, որը որ պետության վրա ավելի թանկ է նստելու։ Էթում եմ ինձ տալիս են երրորդ կարգը, բացատրում են, որ ինչի համար երրորդ, ասում եմ որտեղ որ դրել են, թող ինքը թուղթ տա, որ այդ սարքը չի աշխատում, կարգը փոխեմ երկրորդ, բացատրում են, որ ես չեմ կարում էլ, իրոք չեմ կարում շարժանեմ, ոչ կարում եմ ինձ հաց սարքեմ, ոչ կարում եմ շոր լվամ, ոչ կարում եմ մազերս նույնիսկ սանրելուց ես շնչահեղձ եմ մնում։ Երկրորդ կարգի հաշմանդամությունից զրկելը կամ այդ կարգը առհասարակ չտրամադրելը այսպես է մեկնաբանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հիմք է ընդունվում այն հանգամանքը, թե տվյալ սարքը տվյալ չամտությունը ունենալուց հետո անձը որքանով է ֆունկցիոնալ, որքանով է իր մասնակցությունն ունենում հասարակական կյանքին, որքանով է կարողանում ինտեգրվել։ Հաշմանդամություն ունեցողները կարող են բողոքարկել, այսինքն անձը կարող է վերադասության սկզբունքով դիմում ներկայացնել միասնական սոցիալական ծառայություն, սոցհաբ նախարարություն, որպեսզի կրկին հանձնաժողով գումարվի և նորից փորձաքննություն իրականացնեն, և հաշմանդամության երկրորդ կարգը այս անգամ դատական կարգով վերականգնեն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։